եւ արած ձեզ ըսույն ընթերցողացնի սիրտս հստակս։ Բժշկություն հոգվոտ եւ մաքրություն անցանած, թողություն պարտուտ եւ արձակումը նեղած կապանած, եղիցի բխումն արտասված սովավարժելոցն եւ պարգևի հալտացի ձեռն սորին ապաշավղդից։ Շնորհեցի Տեր եւ ինձ ընտնոսին արիքեն ազղջումն կամած։ Հա, հայր Սուրբ, հենց այդպես է որ կա։
Մեր գեղամիջի են գեղեցիկ ու փարթամ գիհի ծառը հենց Գրիգոր վարդապետի ձեռքի ճիպոտն է եղել, որն այն ժամանակ տնկել էր այդտեղ։ Ես հավատում եմ քո ասածներին։ Ուղղակի հիմա ամեն գյուղուշեն ձգտում է իր համար մի թանկ հուշ գտնել Գրիգոր վարդապետից, ինչը ես հասկանում եմ։ Գիտեք, ես զարմացած եմ։ Միթե նրա անձը երևելի էր այնքան, որ մահից դենը նույնիսկ իր տապանն է բոլոր մարդկանց օգնում եւ սփոփում։ Նա, ինչպես Տեր Հիսուս կարեկից էր մարդկանց, եւ դա անում էր հենց իր գործերով։ Լավ, կարծես բավ է այն, ինչ որ լսեցի, որովհետեւ ինձ արդեն սկսում է թվալ, թե աչքիս շարունակ տեսիլքներ են երևում։ Երևի հոգնել ես երկար ճանապարհից։ Գուցե եւ։ Բայց եթե իրոք այն իրական է, ինչ որ տեսնում եմ, արդեն մի քանի ժամ է վարդապետի գերեզմանի մոտ մի փոքրիկ տղա է լուրումունջ նստած։ Հապա մի նայեք, սկզբում ինձ թվաց, թե նա ջրաթաթախ է, բայց հետո կարծես բնավ էլ այդպես չէր։ Բայց մի բան հաստատ է, որ այս ժամերի մեջ իր ծնողքը բնավ մոտ չեն եկել նրան։ Կարող եմ պնդել, որ այն տեսիլք չէ։ Եթե այնպես է, ինչպես դու ասիր, մտահոգիչ է։ Ինչ ես այստեղ մենակ նստել փոքրիկ։ Վեր կաց գնանք մեզ մոտ։ Նստիր որդյակին։ Անունդ ինչ է։ Գրիգոր։ Ահա, տեսնում եք, այս գավառի կեսը իր որդիներին Գրիգոր է անվանել։ Ծնողներ ունես տղա, բա որտեղ են նրանք։ Չգիտեմ։ Ոնց թե չգիտես։ Ասա որդիս, դու այստեղ ծնողներիդ հետ ես եկել, չէ։ Չգիտեմ։ Ինչպես թե չգիտես։ Դու այն տարեկին չես, որ չհասկանաս քեզ հետ կատարվածը, հապա, մեզ կասես, թե ինչ է եղել։ Ես, հայրս ու մայրիկը նավակով լողում էին կապ, փոթորիկ ելավ, ես ծով ընկա, էլ բան չեմ հիշում։ Կնշանակե, որ քո ծնողքը հիմա կարծում են, որ դու խեղդվել ես։ Դու ճիշտ ես, այր Հովսեփ, հարկ է, որ ես շուտապույտ ներքև իջնեմ դեպի լճափը և փնտրեմ այդ փոքրիկի հուսած ծնողներին։ Սպասեք։ Ինձ պետք է մինչև մութն ընկնելը մեր գյուղը հասնել, այնպես որ հենց ես էլ կգտնեմ նրանց և լուր կտանեմ իրենց զավակից։ Եվ դուք հավատացիք այս երեխային, հա։ Ինձ ներող եղիր, բայց դու կարծես հակառակության ոգով լցված ես այս ուրբ վանքն եկել։ Եվ քո կնգուղն էլ հենց դա է ասում։ Ինչու ես թաքցնում դեմքդ։ Կասես, աղանդավոր ես։ Իմ ճակատին արվեստադրոշ չկա։ Իսկ Տեր Աստծո խնդրում եմ, որ հանգիստ մնաք եւ չվիճեք։ Իսկ քեզ խնդրում եմ, որ շտապես։ Էս պայս հայրսում, հիմա գնում եմ։ Փոքրիկ, ինչ է հորդ անունը։ Անդրեաս։ Դե մնաք բարով։ Նայեցի ամբողջ հարցրի մարդկանց։ Ոչ ոք չի տեսել, մարմինն է ողջ։ Ինչ արած։ Ոնց տվեց Աստված մեզ այդ փոքրիկին։ Այնպես է տանել։ Չէ, Անդրեաս, չէ։ Աստված չի կարող տալ։ Աստված չի կարող եւ տալ եւ տանել։ Բարի գայժո։ Աստծո բարիք է զախ։ Ուխտավորներ չեք։ Ուխտավորին։ Կարող է անունը կա Անդրեասը։ Հա։ Մենք ծանոթներ ենք։ Չէ, բայց քո որդու հետ հաստատ ծանոթներ են։ Ինչ ասաց Անդրեաս։ Համբերի։ Գրիգոր չէ որդու անունը։ Հա, Գրիգոր է նրա անունը։ Քո որդին։ Այ այնտեղ։ Գրիգոր Սրբի գերեզմանի մոտ ձեզ է փնտրում։ Դու
ճիշտ ես ասում։ Իր որդին իրոք նարեկավանքում է։ Դու հասկանում ես, թե ինչ թանկլուր ես մեզ բերել։ Բայց ինչ է եղել որ։ Ուղղակի ձեր որդին աչքաբաց է գտնվել եւ ձեզնից շուտ է հասել ուխտատեղի։ Տերը պահի քեզ, անծանոթ մարդ։ Աստորությունը բոլորին հասնում։ Դե շտապ։ Շնորհակալ եմ քեզ անծանոթ աղբեր։ Աստված օրհնի քեզ։ Վերցրու, Գրիգոր, կեր, Չէ, մայրիկ, էլ չեմ ուզում։ դե որ այդպես է, արի բարկի չմրսես։ Ձեր ամենափոքր զավակն է Գրիգորը։ Հասկանում եմ, թե ինչու ես հարցնում, հայր Հովսեփ։ Մեր այս տարիքում մենք պետք է որ արդեն թոռներ ունենայինք։ Բայց Տեր Աստված մեր ամուսնությունից հետո դեռ երկար ժամանակ մեզ ամուլ էր թողել։ Ենթադրում եմ, որ ձեր ուխտագնացության պատճառը հենց դա է, որ կա։ Դու ճիշտ ես, հայր Սուրբ։ Եվ ինչպես է վարդապետն օգնել ձեզ այդ հարցում։ Դատելով ձեր որդու տարիքից, նա ծնվել է վարդապետի մահից հետո։ Եվ հրաշքն հենց այդտեղ է։ Գուցե նաև պնդես, թե այսօր Գրիգորի շնորհիվ քո տղան փրկվեց ջրում խեղդվելուց։ Այդպես էլ կա։ Քիչ էր որ ձեր տղան հրաշքով փրկվեց մահվան ճիժաններից, նա նաև քո ասելով հրաշքով է ծնվել։ Այո, Աստված է վկա ողջ այս պատմությանը։ Բան չեմ հասկանում։ Այն օրերին մենք որ շատ էինք ուզում զավակ ունենալ, այս ու այն կողմ շատերին դիմեցինք, բայց ոչինչ չօգնեց։ Մի օր էլ մեր դրկից մեկը թե ինչ եք աշխարհ ընկել, երբ ձեր փրկությունը հենց ձեր քթի տակ է։ Հարցրինք ինչ փրկություն, թե Գրիգոր վարդապետը։ Մի խոսքով որոշեցինք կնոջս հետ գալ Նարեկավանք ու դիմել Գրիգոր վարդապետի միջնորդությանը առ Աստված։ Բայց Նա մահացավ։ վարդապետի մահը թևաթափ արեց։ Բայց ինչպես եղավ, որ Աստծուց շնորհք գտաք։ Մի գիշեր ինձ թվաց, թե ձայն եմ լսում, որն ինձ ասում է վեր կաց, հենց հիմա վերցրու կնոջդ ու նավակ նստիր։ Լողա դեպի ափ, այցելիր գերեզմանը Սուրբ Գրիգորի ու քո սիրտը բաց շիրիմի առաջ։ Ինչպես տեսնում եմ, հրաշքն այս գավառի կեցության կերպն է։ Մեր այցն ու աղոթքները վարդապետի շիրիմին շատ շուտով աչքի լույս դարձան մեզ համար։ Եվ ահա, Տեր Աստված մեզ արժանացրեց մեր այս փոքրիկին, որին ի հարգանք եւ ի հիշատակ մեր վարդապետի Գրիգոր անվանակոչեցինք։ Գրիգորն իսկապես հրաշագործ էր իր հավատի մեջ, բայց այն ինչ արեց նա շատ տարիներ առաջ, երբ դեռ նոր էր ոտք դրել Նարեկավանքը, աննկարագրելի է։ Ես եւ ընկերս Վաղարշը նորաթուխ դեպիներ ենք այն տարիներին։ Բանկում շատ խիստ էր կարգուկանոնը, բայց մենք ամեն կերպ խախտում էինք այն մեր զվարճությամբ ու կատակներով։ Մի օր էլ այսպես կատակ անելիս մեր վանքի խալիկ կովը ցած ընկավ մի ձորակ ու շունչը փչեց։ Մեզ էր հանձնված այդ կովի խնամքը։ Ուստի պատասխան մենք էինք տալու։ Այդպես տխրասիրտ ես ու Վաղարշը որոշեցինք այդ մասին հայտնել մեր վանահորը, բայց ճանապարհին մենք հանկարծ տեսանք ավետարանը սերտող Գրիգորին։ Գրիգորն իսկապես նախանձ էր ծնում իր իմացությամբ ու խոհեմ վարքով։ Քեզ հանդարված է մեր խալիկովին հենց հիմա տանել գոր։ Նա որտեղ է։ Մենք որոշեցինք հենց նրա գլխին դաժան խաղ խաղալ, խալիկ կովի սատկելը իր վրա գցելով։ Երբ Գրիգորը հասավ ձորակին ու նայեց ներքև, մենք կարկամեցինք։ Գրիգորը կանգնել ու ժպտալով նայում էր խալիկին։ Այնուհետ իջավ դեպի ներքև։ Մենք մոտեցանք ձորակին։ Նա չոքել էր անկենթան խալիկի դիմաց, շոյում էր կենթանու գլուխն ու ինչ-որ աղոթք մրմնջում։ Հետո Գրիգորը վեր կացավ, մոտեցավ արվակին, իր փոքրիկ ափով մի բուռ ջուր վերցրեց և մոտենալով խալիկին ցողեց նրա վրա։ Լսելի էր նրա մեղմաձայն ու
քաղցրահնչյուն աղոթքի ձայնը։ Հանկարծ խալիկը ցնցվեց ու գլուխը կտրեց գետնից։ Գրիգորն օգնեց նրան վեր կենալ, և մեր զարմացած հայացքի ներքո նրանք գնացին դեպի վանք։ Գրիգորն ու ծածկած խալիկ կովը մեր։ Այդ օրն ինձ համար բախտորոշ եղավ։ Փոխվեց կյանքիս անպտուղ ընթացքը։ Իմ կյանքում էլ գիտեք, Գրիգոր վարդապետը մի մեծ ու կարևոր դեր է խաղացել։ Քո կյանքում Եվ ոչ միայն իմ, մորս, քույրերիս եւ եղբայրներիս։ Ես շատ փոքր էի, երբ հայրս մահացավ։ Նա այս գյուղի հովիվն էր։ Անունը Սմբատ։ Հիշում ես հայր Հովսեփ։ Ինչպես չէ հիշում եմ։ 7 որբ թողեց իրենից հետո եւ այրիկին։ Ես լավ հիշում եմ, որ մայրս շվարել էր եւ նույնիսկ լացել չէր կարողանում։ Դա հենց այն ժամանակն էր, երբ Գրիգորն իր մատյանն էր սկսել։ Մատյան ողբերգությանը։ Որով հիմա մարդիկ են բժշկվում։ Բայց այր Հովսեփ, ինչքան ես գիտեմ, վարդապետը Մատյանը իր մահից ընդամենը 1 տարի առաջ է ավարտել։ Իսկ այս երիտասարդի պատմությունը, ինչքան ես հասկացա, վաղուցված բան է։ Երևում է դու անտեղյակ չես Գրիգորի գործերից։ Դե Գրիգորի ու նրա գործերի մասին բոլորն են խոսում։ Գրիգորն իր մատյանը կյանքով է ապրել։ Տգիտահալած ու հոգեկործան փոթորկին ընդդեմ, ում վախճանեցրին մահադեղ տալով նախանձ ու չարություն։ Այն միշտ է գրվել իր խոցված սրտի թղթերի վրա։ Ու ամեն տողին մի միարդ է պրկվել։ Սրտի սեծեցալից հառաչանքների ողբած այն աղաղակը վերընծայում եմ քեզ, ով գաղտնատես Տեր, եւ այրվող հոգուս թախծության կրակի վրա դնելով սասանած մտքիս ճնճերող իղձերի պտուղը, կամքիս բուրվարով քեզ եմ ծոնում այն, գթած։ Հին օրենքի ողջակեզի թանձրածուղ զոհից ավելի իմ այս պատարակից նայիր ու հոտոտիր այն։ Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճարոտ ու սեղմ խոսքերի բարեհաջորեն, ոչ թե բարկությամբ։ Վանական զոհիս մտքի խոհած սուպսենյակի խորքից ելած կամավոր այս նվերը, մեղքերիս պարարտության ճարպով ողջակից վելով, թող շուտով բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։ Լսիր ինձ Աստված, դու որ Աստված ես ամեն մի հոգու, ամեն մի մարմնի, ըստ դավանության Աստվածաշնորհի և երկայնամիտ ու բազումողորմ, ըստ Սուրբ Հովնանի։
շնոր արա ինձ, որ օրնյալ կամքիդ բարեհաճությամբ ավարտին հասնի Աղեր Սամատյանն այս ողբերգական, որ սկսել է։ Ով բարձրյալ, քո արարածներիդ հոգիների և մարմինների ցավերը բուժելու համար, թող կենաց դեղ լինի քո անունովդ սկսած ողբերի այս մատյանը, իմ սկսածը դու ավարտիր, թող քո հոգին խառնվի նրա մեջ, քո զորության շունչը թող միանա ինձ շնորհած քո այս բանահյուսությանը, որովհետև դու ես, որ զորացնում ես վհատված սրտերը և ընդունում փառքը բոլորից։ Քեզ, Տեր Հիսուս, Հոր և Սուրբ Հոգու հետ զորություն, աղթություն, մեծություն և փառք հավիտյանս։ Ամեն։ Եվ մինչև այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին, որ տանում է դեպի պատրաստած օթևաններդ, արցունքներով եմ խոսքս թաթախում։ Երբ հասնի ժամը հունձ նավակելու, թող կատարյալ քավության դառնամ, լիովին մաքրված, բերկրանքով լեցուն և բերքով երջանիկ։ Չտաս ինձ սրտի անորդի արգանք, և ոչ էլ աչքերի ցամաքստինքներով ամենակուտ։ Թող չպատահի ինձ հանկարծ, երկնեմ, սակայն չծնեմ, ողբամ ու չարտասվեմ, խորեմ ու չհառաչեմ, ամպեմ ու չանձրևեմ, գնամ ու չհասնեմ, քեզ ձայն տամ, ու դու չլսես, պաղատեմ, սակայն անտեսված մնամ, կողկողեմ, սակայն դու չողորմաս, աղաչեմ քեզ, բայց ոչինչ չունենամ, զոհեր մատուցեմ, բայց չճնճերամ, քեզ տեսնեմ, սակայն ձեռնունայն մնամ։ Մեղքով մեռածիս պարգևիր, գթած, անապական կյանք, ու կործանվածիս ծանր պարտքերից, փրկությունը քո։ Ես երբ է պատահել։ Գիշերը քնել ու չի արթնացել։ Ինչ մարդ եք տո։ Հենց ոտս քաշում եմ գյուղից իսկույն մի փորձանք եք դեմ գալիս։ Մեր մեղքը ո՞րն է։ Ոնց թե ո՞րն է։ Բա հիմա ով է ուղղություն անելու։ Հա՞։ Եսիմ։ Տեսնում ես։ Դու բայց որբերը։ Սրանցով է կերակրելու։ Ես, էլի ես, հա։ Դե Գեղչավակ ես, մի բան կանես էլի։ Գեղչավակ ես, մի բան կանես։ Ձեզ որ մնա դուք էլ կսատկեք, որ ձեր երեխեքին էլ իմ գլխի թափեք։ Ես
Դու քան տարեկան ես։ 5 Ահա, տեսակ։ Բայց մանր ոտին ոնց եք պայելու։ Բա հիմա մեռնելու ժամանակ էր, որ այդ անաստվածը վեր կացավ ու մեռավ։ Չէ, որ ասում եմ մարդ չեք, աշխատել չեք սիրում էլի։ Ելեք գնանք գյուղի մեջ, մի որոշում կայացնենք, տեսնենք, ինչ ենք անելու։ Աստված օգնական վարդապետ։ Աստված պահապանապետ։ Ինչ լավ է, շուտ գտա քեզ։ Գյուղացիք խնդրում են, շտապ գաս գյուղա մեջ։ Գնանք խնդրում են։ Արդյոք փութալու պատճառ կա։ Չար բան է եղել։ Հա, իսկապես չար բան է եղել։ Մեր գյուղի հովիվ Սմբատն է մահացել։ Բայց գիտես ապետ, քեզ նայելով չեմ կռահում։ Քեզ համար հովի մահն է չար բանը, թե մեկ այլ բան։ Դե մահը տեղովը չարիք է որ կա, ճիշտ չէ վարդապետ։ Եթե գիտակցված հասկացված չէ այն, ես համաձայն եմ, մահը չարիք է։ Չարիք է, հա, քանի դեռ անասունի պես մեռնում ենք ու չենք զարհուրում, կորչում ենք ու չենք սարսափում, թաղվում ենք և չենք խոնարհվում, տարագրվում ենք և չենք տագնապում։ Ես ռամիկ մարդ եմ վարդապետ, ու շատ բան չեմ հասկանում քո հետ ասածից, բայց որ ինձ հարցնես, մահը չարիք չէ, այլ փրկություն։ Հա, հանգիստ պարկում ես, ոչ դարդուցավ, ոչ հող ու արոտ, ոչ կոր ու բարա։ Հանգիստ ասում ես։ Հա, հենց հանգիստ վարդապետ։ Հոբ երաներին այսպես էր ասում։ Մահն ինձ համար ես հայր կոչեցի։ Ես էլ սրբի հետ ու նաև քեզ հետ նույնը կասեի։ Եթե մեղքերի բեռն այսպես ծանրացած չլինել ես վրա։ Խրասկացիր, մենք անհամբեր ենք, բնույթով թերահավատ, ոտքերը մեր անհաստատ են, մտքերը ցնդած, կրքերն ուժգին են, իսկ մեր բարկն անժուշկալ։ Մեր մարմինը մեղսամակարդ է, պետքերն անթվելի։ Քեզ ինչպես ասեմ հաբետ, մեր բնակարանը կավից, իսկ անձրևներն ուժգին։ Դու հասկանում ես հաբետ։ Դուրս է գալիս։ Ինչ։ Խապվում ենք անվերջ, հիմարի նման, ահա թե ինչ։ Մեր կերպարանքը մի ծիծաղելի ստվերի է նման։ Իսկ ով է մեզ խաբում, վարդապետ։ Պարզ չէ։ Սատանան։ Հիմա ինչ։ Ոչ մեկը չի ուզում հովություն անել։ Բա մեր արտին ու հողին ով է նայելու։ Ձեր հողի մասին էլ եմ ես մտածելու։ Գյուղին հովիվ է պետք, այնպես որ դուք ձեր մեջ որոշեք, թե ով է հովություն անելու։ Ձայն չեք անում, հա։ Բերանները ջուր եք առել ու կանգնել եք, հա։ Աչքիս ուզում եք, որ որբերին էլ պահեմ, ոչխարներին էլ, հա։ Դուք ինձ հերիք չեք եսքան ոչխարդ։ Վաղվանից դուք բոլորդ էլ հովություն կանեք։ Էդ ոնց։ Հերթով, ամեն օր մեկըտ։ Էս էլ ձեր Գրիգոր վարդապետը։ Աստված օգնական։ Աստված ձեզ պահապան։ Գեղչավակ իմացա հովի նման։ Antoine.com Դու կարծում ես վարդապետ սրանք մեռած չեն։ Մեռն էին լավ չէր։ Էլ ինչ է եղել։ Ինչ պիտի լինի։ Որբերը մի կողմից, ոչխարները մյուս։ Ու ոչ մեկը չի ուզում հովություն անել։
Հիմա ինձ ասեք, թե այդ հովի տան ուրիշ մարդ չկա, որ կարողանա ոչխարն արածացնել։ Չէ, որտեղից։ Ասեցի, չէ։ 7 որբ, 7 մանր ոտ։ Ահա, ոնց որ սա։ Անունդ ինչ է։ Սարգիս, Հիմա ինչ է լինելու։ Ես ինչ իմանամ։ Բա գյուղի հովիվն ով է լինելու։ Ինչ եք որոշել։ Քանի որ ոչ ոքի կամքով չուզեց հովություն անել, ես էլ որոշեցի, որ բոլորը հերթով հովություն անեն։ Ախր գեղ չավակ։ Դու ձենդ կտրի, թող տեսնենք, թե վարդապետը մեզ ինչ է ասում։ Դուք դեմ չեք լինի, եթե ոչխարը ես արածեցնեմ։ Դու վարդապետ։ Հա, ես։ Իսկ ինչ կա։ Ես դա կարող եմ։ Բայց քեզ ինչ այ անբան, որ մեջ ես ընկնում։ Հաճելի էր վարդապետ քո որոշումը լսելը։ Բայց դու լավ գիտես, որ դա մի օրվա կամ մի ամսվա աշխատանք չէ։ Հիմա վաղ գարուն է։ Մինչև ուշաշուն ոչխարի հոտը արածեցնել է պետք, չհաշված դե գել ու գազանը։ Դու պատրաստ ես դրան։ Պետք է ավելի շատ վախենալ Աստծո ձեռք ընկնելուց, քան գել ու գազանից։ Ուրախ եմ վարդապետ, որ ես ծանր պահին մեզ ձեռք ես մեկնում։ Ուստի խոստանում եմ, գործիդ վարձը կստանաս ճիշտ ժամանակին։ Հովության վարձը տանուտեր։ Ճիշտ ժամանակին կտաս որբերին ու հովի այրուն։ Ինչպես։ Ինչպես առաջ էր։ Հա, խոստանում ես։ Իհարկե, խոստանում եմ։ Ուրեմն այս խնդիրը լուծված համարենք։ Իդեպ Գեղջավակ։ Ինչու չես թողնում քո մշակներին, որ կիրակի օրը պատարակի գան։ Դե ես գալիս եմ, հերիք չէ։ Ում համար հերիք չէ։ Աստծու։ Մեղա, ես Աստծանուն տվեցի։ Լսիր Գեղջավակ։ Սողոմոն իմաստունը։ Ներիր վարդապետ, բայց միթե այսօր կիրակի է։ Ինչու ես հարցնում։ Սպասիր կգա պատարակի օրը, այնտեղ էլ կքարոզես։ Վերջը այն մարդուն թաղել է պետք, չէ։ Մեռելները որոշել են թաղել մեռելներին։ Ինչ ասացիր վարդապետ։ Եթե ուզում ես հասկանալ Գեղջավակ, ուշադիր եղիր ասածս խոսքին։ Իսկ հիմա լսիր։ Սողոմոնն ունի իր դարձի մասին միկնապարծավ հիշատակարան։ Որպես մարդ, ով ինքնասիրության աշխարհը համայն մերձրել է իր մեջ, թե դու էլ ուզես դարձի գալ այդ մասին կարդա ունենություն ունենությանց մեջ։ Դուք ևս լսեք։ Թողեք ձեր անկայուն գործերն ու անմիտ անհեթեթ հետամտումները։ Խոտոր խորհուրդներին մի հետևեք, քանզի սնոտի սերմերը կցանելու եւ վաստակաձեր անկայուն է լինելու։ Թողեք անաստված ձեր մտածմունքները, ստահոտ ջարերին ականջ մի կախեք։ Կռապաշտենա, ով ծածկված քողով, ձևացնում է իրեն բարեպաշտ, բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր։ Մեզ ոչխարի պատմությունը չլիներ, կտեսներ, թե ոնց է մեզ խոսքերը քթից է բերելու։ Բայց ոչինչ, սպասիր, դեռ օրը կգա։ Սահակ։ Հա, Գեղջավակ։ Գնավանք ու հայր Վաղարշին ասա, որ այսօր մեր տուն գա։
գնացանք, մայրիկ։ Գալդ բարի Թովմա զավակս։ Քաղաքում ինչ կար, գործերը հաջող են։ Հաջող են, հաջող։ Բա գյուղում ինչ կար, ինչու ուշացար։ Են անաստվածի սմբատներ մահացել մեր գյուղի հովիվը։ Ոյ քորանամ, բա նրա 7 երեխեքը։ Դու գործիդ նայ այ մեր երեխան որում է, առանց ջրելու էլ կաչի։ Էս մեր հարցն ուր է։ Մեր Հովանեսի գերեզմանին է գնացել։ Էս վերջերս ինչ-որ հաճախ է այցելում։ Թովմա զավակս, բա յուր ամուսնու գերեզմանին չգնա։ Հա էլի ամուսնու։ Մի քանի ամիս չապրեցին իրար հետ, նույնիսկ մի ժառանգ ինձ հետ չգցեցին։ Էդ հարցում ես աղջկան մի մեղադրի։ Դու գիտեիր, որ Հովանեսը ամբուժելի հիվանդ է։ Ինչու պսակեցիր, ինչու մեղքի տակ ընկար։ Ինչ անեի այ մեր 5 աղջկա մեջ այդ մի տղաներ։ Չպսակեի, որ ժառանգ ունենայի, բայց ինչ կնու կայքը ում եմ թողնելու։ Թովմա, ափսոս էր էդ անմեղ աղջիկը։ Քաղաքում բուսած, էդ ուսյալ ծաղիկը, դու ոնց բերեցիր ես ամուլ անապատ։ Թե չէ, մեր գյուղից մեզ աղջիկ տվողնով էր։ Բարի ես եկել, հայրիկ։ Մերոնց հանդիպեցիր, ծնողքս ինչպես են։ Կարծում ես ժամանակ կար ձերոնց հանդիպելու։ Լավ, իսկ հաց կուտես։ Չէ, ինձ գինի ու մի քիչ տհալ դեր։ Ասում ես, սրա մեղքն էլ է կռնակիս գրված։ Մարդն ստեղծված է ըստ պատկերի Աստծո, իսկ մարդու էական հատկությունը բանականությունն է, եւ ով զարդարում է իր բանականությունը, հետամուտ լինելով ուսման եւ դպրության, նա էլ արժանավոր է դառնում Աստծո պատկերը կոչվելու։ Դե իսկ հիմա եկեք տեսնենք, թե էլ ինչ հոգևոր դասեր կարող են քաղել մեծն խորենացու թողած ավանդից։ Ներիր վարդապետ, որ ստիպված եմ ընդհատել քո դասը, բայց սրբազան հայրը փութով քեզ իր մոտ է կանչում։ Այնքան լուրջ դիմեցիր ներիր վարդապետ, որ ինքս էլ մի փաշբոտի մեջ ընկա։ Համատե բան ասի, բասաներիդ մոտ ոնց էի դիմելու։ Հա, բայց ոչ այդքան լուրջ։ Գիտես Գրիգոր, իմ խորին համոզմամբ քեզ այսպեսին միայն ես եմ ճանաչում։ Իբր գյուտ արիր, այսքան մարդու մեջ ինձ դու չես իմ եղբայրը։ Ճիշտ է որ ասեմ, Գրիգոր, ես կարոտում եմ մեր մանկությունը։ Սուտ որ չխոսեմ Հովանես, ես էլ կարոտում եմ մեր ծերությանը։ Կատակներդ թող։ Դու այս վարքով ծերության երբեք չես հասնի։ Ինչու։ Կասես ինչու։ Որովհետև շատ թշնամիներ ես հավաքել քո գլխին։ Բայց նախանձնուչարը միշտ թշնամի չեն առաքինությանց։ Բայց ով էր ասում քեզ։ Այ կտեսնես մի օր։ Մի օր ինչ։ Ինքդ լավ գիտես։ Բանակ կկազմեն։ Ու վրատ կգան, ինչ ես անելու։ Խոստովանողից վակա կդառնամ։ Ասինք թող կատակելը։ Եվ ինձ բացատրիր, խնդրում եմ։ Թե քեզ ինչն է դրդել մեր գյուղի հովիվը դառնալ։ Որդյակներ, չսիրեք խոսքով եւ ոչ էլ լեզվով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Ավետարանս Թովանու։ Ես գիտեմ դա։ Իսկ այ դու հաստատ չգիտես, որ վաղաշ վարդապետը
մի քանի իր պես չարախոս լեզուներ հավաքել ու սրբազան հորը բողոքում էր քո վարքից եւ փրփրաբերան այպանում քո արարքը։ Բայց չէ որ սրբազան նողն էր գործն այդ։ Հա բայց նա քո ուսուցիչն է։ Թողներ ինձ տերը, բայց նա տարիքն առել է արդեն։ Իսկ ինչ կլինի նրանից հետո դու մտածել ես, երբ վանահայրը մեկ ուրիշը կլինի։ Ղազարոսի ոտնամանի պատմությունը լսել ես։ Դու կրկին կատակում ես։ Չէ, լուրջ եմ ասում։ Իսկապես Ղազարոսի պատմությունը լսել ես։ Իսկ ինչու պիտի լսեի այն, որտեղ է գրված։ Այ որ շատ շփվեք ժողովրդի հետ։ Նրա մտքերից որ շատ իմաստուն ու խորագետ են, Աստվածահաճո շատ բան կիմանաք։ Լավ լսիր, ուրեմն Ղազարոսը կոշկակար է դառնում։ Մեկը ոտնաման է պատվիրում նրան, պահանջելով որ ինքան ամուր լինի, որ 7 տարի դիմանա։ Ղազարոսն ինձ նման ժպտում է։ Երբ աշակերտը հարցնում են նրան ժպտալու պատճառը, Ղազարոսն ասում է. խեղճը 7 օրվա կյանք ունի, 7 տարի դիմացող ոտնաման է ուզում։ Դեռ ինչ էր, եղբայրիմ, քո պատմությունը։ Դեռ ինչ էր։ Չէ, ինչու Հովանես, դու չէիր հարցնում, թե ինչ է լինելու տարիներ հետո։ Ես ինչ իմանամ։ Տիրոջ ճանապարհներն անքննելի է։ Ես անկեղծ ասած նախանձախնդիր եմ, որ արքունիքում հոգևոր կյանքի տունկերը դրվեն եւ պարտիզպանի ընտրության հարցում խիստ համամիտ եմ թե թագավորի եւ թե թագուհու հետ։ Այլ հարց է, որ Գրիգոր վարդապետը մեր դեռ տատանվում է։ Բայց լսված բան է սրբազան հայր թագավորին մերժելը։ Ես չէի համարձակվի վարդապետի երկմտությունը, որ գուցե այդ գործի լրջությունն է ծնում, մերժում անվանել։ Նա դեռ երիտասարդ է, գուցե եւ իմաստուն, բայց անփորձ է դեռ քերթողական արվեստում։ Գուցե դա է նրան հետ պահում։ Հուսամ, որ թագուհու թախանձանքը ինքնավստահության մի հունդ կսերման իր մտքում։ Աստված օգնական սրբազան հայր։ Աստված պահապան, զավակս։ Որն է պատճառը, որ արժանացա քո ուշադրությանը։ Աստված օգնական հայր սուրբ։ Աստված պահապան։ Մեր բարեպաշտ թագուհու բամբերն է, նաժիշտը, ազնվազարմ դժխոյի։ Իմաստուն այրիքո համբավը վարդապետ խռովել է հանգիստը մեր արքունիքի։ Եվ ինձ կրկնակի հաճույք է տեսնել, որ հանճարն իր մեջ գրողը տակավին երիտասարդ եւ համայիչ մի անձնավորություն է։ Բանն այնն է, Գրիգոր վարդապետ, որ հասկանալով քո երկմտությունը, թագուհին մի թակուն ձեռնարկ է հղացել, մեր վանքն ուղարկելով իր բամբերի հետ թախանձանքը իր եւ հորդորները, թագավորի խնդրանքը, մեկնությունը երկիրքոցի, որ Սողոմոն իմաստունն է գրել, սոսկ ցանկությունից գործի վերածել։ Բայց սրբազան հայր։ Գիտեմ զավակս, որ ձեռքդ սովոր չէ դեռ վարժ ծառայել մտքի թամտությանը, բայց ի վերջո պետք է չէ մի օր այդ աստվածահաճո գործը ձեռնարկել։ Ինչ արժան խոսքը, թեկուզ եւ իմաստուն, որ խատուտիկի աղվամազի պես քշվում, կորչում ու տարվում է աշխարհիկ քամիների մեջ, եւ ինչ ամուր է այն միտքը, հաստատուն, դարավոր մի կալմու նման, որ ձեռամբ մտքից դառնում է գիր ու դպրություն։ Թագուհին ի դեպ խնդրեց փոխանցել, որ հյուրամուսնու խոստացած պարգևին պատրաստ է իր կողմից կրկնակին ավելացնել։ Ես ինքս էլ հիրավի շատ բան կտայի, որ գոնե աչքերով առիթ որսայի շոշափել թղթին հանձնված քո մտքի տրոփյունը։ Անհարկի ջանադրության կարիք չկա։
Ես իսկապես էլ հիմա հասկացա, որ երկրոցի իմաստ նստվածային արքունի դրանիկները, ոստանիկները և տիկնայք պապկասոն ընկալել են անհարկի, ոչ որպես հոգեղեն մի ամբից կերտվածք, այլ խիստ աշխարհիկ, մարմնեղեն մի երկ։ Դա նման է անլված ձեռքով սրբություն շոշափելուն։ Ես ընդունում եմ սրբազան հայր քո խրատը հայրական և աչը դառնում։ Թող քո աչքն ինձ սովանի լինի։ Ստուգապես այն է գեղեցկությունը մարդու, որ ամեն զգայություն Աստծուն ծառայեցն է և ի ցույց անե նրան մերձենալով և աստվածային գործերին հաղորդակից լինելով։ Թագուհուն ասա, որ ես ընդունում եմ այդ առաջարկում, բայց մի պայմանով։ Այն շռայլ պարգևով, որն ինձ է խոստացված, թող վարագալ լեռներով անցնող ջրանցքից դեպի Նարեկ գյուղ բերող առու կառուցվի։ Այս է իմ պայմանը։ Այլապես ստացվում է, որ այս գյուղն ու այս հողը ծարաված նստել են հենց ծովի ափին ու շվար դեմքով ջրին են նայում, անկարող իրենց լեզվի ծայրն իսկ այդ ջրով թրջել։ Խոսքերդ վարդապետ, ես մեկ առ մեկ կփոխանցեմ տիրուհուս։ Շնորհակալ եմ վարդապետ։ Եթե սպառված է քննությունը խնդրի և լուծումը գտնված, թույլ տուր ես գնամ սրբազան հայր։ Տերն օրհնե քեզ, զավակս։ Ազատ ես վարվել, ինչպես կամենաս։ Աստված օգնական։ Եվ օգնական։ Ինչ տղամարդ էր։ Դստրիկս։ Տեսա հայր վաղար, այնպես չլինի, որ հուսախաբվեմ։ Մեր հարս։ Գինի բեր։ Եթե հաստատ է, որ ատյանի մեջ քեզ մոտ մարդուն ես, ուրեմն գործիր։ Մի մտահոգվի, հուսախաբ չես լինի։ Ատյանում մարդ կա, հայր Գևորգն է պատվելի։ Բայց, գիտես Թոմա, նրանց հետ խոսելիս քսակդ լիքը ստակ պիտի լինի։ Ստակի հարցում դու անոք մնա, պար վերցրու ու գործիր արագ։ Այդ Գրիգորը ոնց խիղճ մարդու հանգիստ չի տալիս։ Միշտ հայտնվում է հենց այն պահերին, երբ չունես կարիքը նրա ներկայության։ Ոչինչ, ստակը լավագույն միջոցն է խիղճը կուրացնելու։ Նա կկանչվի ատյան ու կպախարակվի։ Ոնց մտածում եմ այդ ստակն էլ այդ հարցում քեզ չի օգնելու։ Չէ, ինչ ես խոսում, դու անհոգեղիր, ժանգը ցեցի պես երկաթ է ուտում։ Հա, բայց ոչ ոսկին։ Դու չես տեսնում, թե մայրս ոնց է ինձ նայում։ Նրան թվում է, թե իմ խիղճը ինձ բնավ չի տանջում, բայց նա սխալվում է։ Ես գիտեմ, որ Գրիգորը ոսկի է իսկական, բայց հասկանում ես, նրա տեղը չէ այս աշխարհը մեղսական, նա պիտի ապրեր այնտեղ, վերևում։ Դարձ չանես Թոմա, մենք նրան կօգնենք այդ հարցում։ Գրիգորը սուրբ էր։ Նրա վարքն այնպիսին էր,
Ինչպես իր միտքն էր, որն ամեն պահի Աստծո հետ էր միշտ, նրան տրված էր այդ շնորհը, խոսել Տիրոջ հետ։ Շնորհյա ինձ, ով բարության Աստված եւ իրանության Տեր, 500 դահեկանի պարտքը, ինչպես Փարիսեցու տան մեջ այն մեղավոր կնոջը շնորհեց իր կողոսկի տատակնիկով։ Դու որ չափ հաճախ պարգևես, այնքան ավելի պիտի փառավորվես, եւ որքան շատ տաս, այնքան ավելի շատ պիտի սիրվես, եւ որքան ավելի ողորմես, այնքան ավելի կհարստանաս եւ այսքան բարիքների համար իրավամբ կփառաբանվես։ Արա այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ, բժշկիր նրանց հոգիները դու եւ անցանքները սրբիր, թող պարտքերը նրանց եւ արձակիր կապանքները մեղքի, արտասունքները թող բախեն սրանով հրանգողների և թող սրանով պարգևվի նրանց իր ծապաշավի։ Շնորհվի թող ով Տեր նրանց հետ և իմ ծղջունի կամքը, ինչպես և նրանց իմ իսկ բարերով շունչ բարեհամբույր։ Թող այս մատյանով և ինձ նվիրվի պաղատանքը նրանց և իմ խոսքերով իմ փոխարենել խնգվեն նրանց հեծեցանքները։ Ողբերգությունն այս սիրով ճաշակող սրտերում, թող որ շնորհիդ լույսը մտնի և բնակվի։ Եթե պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն, ինձ էլ ընդունիր գթած նրանց հետ, ովքեր կենդանի են քեզ համար։ Եթե վշտերից լքված, օգնաբեկ մեկը նվաղի, թող ամրապնդված հառնի վերստին հառաչանքների այս հաստարանով, հասնելով ի քեզ։ Եթե ամբարտակն ապահովության, խորտակվի մեղքով, թող որ քարերովն այս պատշաճապես կառուցվի դարձյալ աչովդ պաշտպանված։ Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ, ամենակալիտ կամքով թող դարձյալ կծվի ամրապես քո պատվաստումով։ Թե տագնապահար ու տարակուսած խոցոթվի մի սիրտ, մեծիր քաղցրության շնորհիվ, թող ապաքինվի ու առողջանա այս գրվածքներով։ Եթե մեկը պահապանի թսկողությունից հեռանալով աստանդական թափառի լքված ու մոլոր, թող որ սրանով հույս առնի դարձյալ
քո հոգացության։ Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված ընկղմված լինի խորքն անդունդների, թող որ այս կարթով դեպի լույս ելնի քո աջակցությամբ։ Ու հիմա ես հետնյալս վերուհի շալարժանավորներից, պատժապարտների կարգը համարելով ինձ, քո ողորմությունն եմ հայցում, Հիսուս։ Դու թե պարգևել գիտես և թե ողորմել, բայց ավելի ողորմությամբ հռչակված ես Տեր, քան պարգևներով, քանզի ողորմել քո փառքն է շատացնում, իսկ պարգևը հայտնում արժանիքները առաքինի մարդկանց։ Կորի գնա ես կողմեից, ես կողմերում թև ազդում, դուղ չմտնես, ես կողմերում թև ազդ, կորի ասում եմ, կորի գնա ես կողմերից, ես կողմերում թև ազդ, կորի ասկեղի։ Աշտանոտ ես, Գնաց թաբետ, դո կորի ես տեղից։ Հեյ, սպասեք, այդ ինչ եք անում։ Յուղ չմտնես, վերջ տվեք, սպասեք։ Հերուկաց վարդապետ, ես մարդը բորոտ է, չլինի հանկարծ դու էլ վարակվես։ Բորոտ։ Հա, վարդապետ, հաբետ, ինչու չես ասում, որ այդ քոսոտը ուզում էր գնալ հենց Նարեկավան։ Հա, Գրիգոր վարդապետ, հենց քեզ էր ուզում։ Ինձ։ Հա, հենց քեզ վարդապետ։ Աստծո պատիժներ էլի մեր գլխին։ Դուր վարդապետ։ Գործ ունես, վարդապետ, կկորչես։ Չասինք բորոտ է։ Ես Գրիգոր վարդապետն եմ։ Դու ինձ փնտրել ես։ Ինչու։ Ինչու ես ուզում ինձ տեսնել։ Բժշկվելու համար։ Այո։ Անունդ ինչ է։ Ղազարոս։ Ինչ։ Ղազարոս։ Ինչ զուգադիպություն։ Դու գիտես, որ Հիսուսը հարություն տվեց Ղազարոս անունով մի մարդու, ով 4-րդ օրն է, որ մահացել էր։ Եվ դու հավատում ես, որ Հիսուսը դա արեց։ Եվ դու հավատում ես, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ դու հավատում ես, որ եթե մենք հավատով ու անկեղծորեն խնդրենք Տիրոջ ողորմածությունը, նա քեզ էլ կբժշկի։ Ով
ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ։ Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը քո փառքի ու ողորմության, որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, դևը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, մահացածները կենդանացնվեն, խոցը բժշկվի, վերքն առողջանա, վերնա ամեն ապականություն, թաղիցն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը բերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապն հեռանա, հուսահատությունն հալածվի անհայտ, և թագավորի ձեռք տամենակար, քավիչ բոլորի։ Դուրս արի Ղազարոս։ Սիր ինձ Աստված, դու որ Աստված ես, ամեն մի հոգու, ամեն մի մարմին է։ Սրտիս հետեծալից հարաճանքների, սրտիս հետեծալից հարաճանքների, ողբաձայն աղաղակը վերընծայում քեզ, ով գաղտնատես Տեր։ Ծավալվեն աչքերից աչքերը ծով Արավդվածովի վրացի ծավալքիչ, ինչպես երկու բելականաձև լեգատներ։ Թապվում էին հոտերից վար, յակնավարտի ու նարներու ծաղկաթերթեր։ Երաշտակ իրանից սիրտն կապաչում շավար, կենսատոս էր։
Ինչ անշնորհք մարդիկ եք տո։ Ես մի քան ինչ է որ չեք կարողանում ձորը գլորել։ Որ չի գլորվում։ Մենք ինչպես գլորենք։ Ոնց որ հողի մեջ արմատ գցած լինի։ Արմատը լեզուտ է գլխիդ մեջ գցել, որ առանց խելքի բլբլում է։ Բա հիմա ինչ անենք։ Կասեք, դե խոսա տխմար։ Ես էլ ձեր փրկի չրեշտակ վարդապետ է։ Աստված օգնական վարդապետ։ Աստված օգնական հայրցու։ Աստված պահապան։ Ոնց տեսնում եմ վարդապետ, լավ էլ հարմարվել ես այս նոր գործին։ Խնդիրո չկա գելգազանի հետ։ Փառք Տիրոջը։ Գործերը կարգին են, հոտը ապահով եւ կոշտ։ Իսկ ահա դուք կարծում եմ մեծ խնդիր ունեք լուծելու։ Վարդապետ, որ ասում եմ սրանք մարդ չեն, դու թևերտ իսկույն վրաներն ես թռում։ Տեսնում ես 4 հոգով չեն կարողանում ես քարը ձորը գլորել։ Բայց այս քարն իրոք ծանր է երևում։ Սրան հրելով ձորը գլորել հաստատ չի ստացվի։ Պետք է մի ուրիշ բան մտածել։ Չէ, վարդապետ, չէ։ Այս անգամ քո աղոթքը գործին չի օգնի։ Չնայած ով գիտե, գուցե աղոթես ու քարը ձորը գլորվի։ Աստծուն չեն փորձում, գեղջավակ։ Ապա մի բահադուր։ Լավ, հերիք որեք, մի կողմ քաշվեք։ Մարդկա, ումցանվելու պահին իր շնորհի խոյը ոտքը դարել ու գլուխն է քորել։ Մարդ էլ կա, ումցանվելու պահին շնորհի խոյը դմակն է քորել։ Հասկանում ես, գեղջավակ։ Այսօր աղջուր գնացի իմ սիրածին տեսա ես ախ հևա 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 սիրտս ջանջախ գաթևա այսօր աղջուր գնացի ապուր ջանս գորուսի ախ հևա 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 սիրտս ջանջախ գաթևա
Աստված օգնական վարդապետ։ Աստված պահապան արփեն։ Ինչու ես եկել այստեղ։ Անեպատահել։ Եկել եմ խոստովանության։ Բայց որքանով է պատճաճ այդ խորհուրդն ինձ այստեղ կատարել։ Վաղն արի վանք և խոստովանիր։ Այն ինչ խոստովանելու եմ, ախորժելի չէ վանքի խորպատերի համար, այլ պատշաճ է սոսկ անմշակ կարի ականջի համար։ Այդ գիտ խորհուրդն ինչքան հասկացա, չի հուսվել զղջման փրկարար հենքին։ Ուստի մի կողմ ձգիր, անմիտ ջանքերդ ու ապաշավի հիմնաթել փնտրիր։ Բավ է Գրիգոր, հերիք թաքնվես պայծառության չափ կուրացնող մտքերի ու զգայության աչքերը ծակող բառերի հետևում խնդրում եմ, ցույց մի տուր, թե ոչինչ չես տեսնում։ Ես տեսնում եմ մի կնոջով եկել է խոստովանության։ Դու տեսնում ես մի կնոջով։ Սիրում եմ քեզ։ Եվ դա ասում էին կինով ամուսնացած է։ Դա ասում են կինով ամուսինը մահացած է։ Եվ ասում են նրանով վարդապետ է։ Չէ, ով մարդ է, ում զգայության մարմնացումը լոկ անշոշափելի գեղեցիկը չէ, այլ շատ իրական ու տեսանելի սիրո ցանկություն։ Ով իր էությամբ և ձգտումներով ուղղված է Աստծուն։ Եվ միայն նրան։ Իսկ դու ինչ է իմ վարքում այլ բան ես նկատել։ Հապա դրանք։ Այս լաթերը։ Ինչ-որ մեկն ինձ երբեմն գերագուր էր բերում և թողնում անձավի հենց մուտքի դիմաց։ Դե ես էլ այս լաթերն ինձ մոտ բոհեցի, որպես մի նշան մարդասիրության ու երախտիքի։ Այդքանը միայն։ Ու դու չգիտեիր, որ այդ մեկը ես եմ։ Բայց որտեղից պիտի իմանայի։ Ուստի եթե լաթերով է կարկատված սերը և մտայնության արգասիկ ելոք, կարծում եմ այն պիտի շուտով պատրվի։ Ներիր, եթե իմ միամիտ արարքով քեզ առիթ եմ տվել անօգուտակի քանդվայտանքների։ Ես մեղավոր եմ, անկասկած։ Ես չպետք է ոչ մի կերպ և ոչ մի պարագայում թույլ տայի, որ աշխարհը մոտ գործեր այս անձամբ նաղոտքի։ Վարդապետ։ Գիտեմ, եկել ես ինձ ասես, որ կեղճավակն ու վաղաշ վարդապետը լավ են յութում իմ դեմ։ Աստված քեզ պահապան արփեն։ Գործած մեղքերի ու հանցանքների համար հարթ է Տիրոջից թողություն հայցել։ Բայց այդպեսով կանի։ Ով կխոստովանի, թե ինքը մեղավոր է ու հանցանք է գործել։ Ես, երիտասարդ։ Ես կխոստովանեմ։ Հայր Գևորգ, դու ես։ Հա, հայր Սուրբ, ես եմ։ Այն տարբերությամբ միայն, որ արդեն եպիսկոպոս եմ։ Ես եկել եմ ուխտի, որ մեղքերս քավեմ Տիրոջ դեմ ու Գրիգորի։ Խոսքն ինչի մասին է, սրբազան։ Տարիներ առաջ
Ես պատրաստ էի ուրիշների հետ դավադրաբար Գրիգորին քարշ տալատյան, հանդիմանության և պարսավանքի։ Գիտեմ, որ անախորժ բաներ շատ են լինելու այս պատմության մեջ, բայց հարկ է, որ ասեմ ճշմարտությունը։ Արդ, լսեք զղջումի այս պատմությունը։ Ամենքդ միաբերան Գրիգորին սուրբ եք համարում, առաքինի այր և հրաշագործ իր հավատի մեջ, և դա հիմա, երբ վարդապետն այլևս չկա, բայց երբ նա դեռ ողջ էր, շատ էին մարդիկ, ում սիրտը նախանձի որդներ կերել, և ովքեր ծաղրում ու պախարակում էին նրան, և բանսարկության այս կործանող ալիքը հասել էր ատյան, հասել էր մեզ, ինչի մեջ, որ ասես չմեղադրվեց Գրիգորը, և ցավն այն է, որ կաշառվածից ձեռքիդ գործներ նաև այդ ամբաստանությունը։ Թող ների ինձ Աստված։ Սա էլ գեղչավակ, սրտանց ուզում եմ քեզ համար խմել։ Քո սեղանը միշտ էլ առատ է եղել ու մեզ համար բաց։ Շնորհակալ եմ, հայր Վաղարշ, լավ Գրիգորին ինչ ենք անելու։ Պատճառը ո՞րն է նրան ատյան կանչելու։ Պատրվակ գտնելու հարցում հայր Սիսը շատ խորագետ է։ Նա միշտ գիտե ինչ անել և ինչպես։ Հայր Սուրբ, մերուսը դու ես, թե չէ գիտես, վանականներն ու ռամիկները շատ են սիրում Գրիգորին։ Ու մեծ աղմուկ կանեն։ Հոգ չանեք, ես գիտեմ, թե ինչ եմ անելու։ Որ այդպես է, մի հատ էլ խմենք մեր հաջողության համար։ Չէ, բավական է, առանց այն էլ ճանապարհը մեզ շատ հոգնեցրեց։ Հիմա էլ այս գինին մեզ հանգիստ է պետք, որ առավոտյան մեր գործը սթափ գլխով անենք։ Վաղը պահքի օր է, հայր Գևորգ, և հետևաբար ձեզ չէր խանգարի վաղվա անվարել սնունդ պահեստավորել։ Անարգի է քո կատակը, հայր Վաղարշ։ Եվ նկատի առ, մենք այնքան էլ մտերիմ չենք, որ անմիտ կատակներ նետենք մեկ-մեկու, բայց շատ է միայն այն, ինչը չափի մեջ է, և իր տեղը ճանաչելու։ Լավ, Աստծո սիրուն, հայր Գևորգ, ներեցեք նրան, մեղավոր ինքը չէ, այլ իմ գինին, ախր շատ թունդ է անիծվածը։ Թողնենք այս անմիտ խոսակցությունը, մեզ հանգիստ է պետք։ Դու համաձայն ես ինձ հետ, հայր Սիս։ Ինչպես որ ասես, հայր Գևորգ։ Ուրեմն խնջույքն ավարտված համարենք։ Քո խոսքերից մենք ինչ եզրակացնենք, թե դու մեղավոր չես։ Թեև Տեր ավետարանական պատգամների մեջ չարիքը չարիքով չփոխարինելու, այլ օրվա մեջ 77 անգամ ներելու պատվերը տվեց մեզ։ Այնուհանդերձ մեր ի վերուստ խոտելի բնության անդաստանի մեջ շարունակ զգում ենք բողբոջումը բյուրավոր անթիվ չարիքների, որոնք մարմնի օրենքի համեմատ գլուխ են բարձրացնում մյուսների վրա։ Ասել կուզես։ Այո, Տիրոջան սուտ վկայությունն է ծննդոցի մեջ, թե մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է։ Եվ Հովանես ավետարանիչն էլ, որ մարմնացումն էր կատարյալ մաքրության, հասարակած ստությանը հակառակ արդարացրեց Տիրոջ ճշմարտությունն ասելով. եթե ասենք, թե մենք ոչ մի մեղք չունենք, ապա մենք մեզ խաբում ենք, երբ ճշմարտություն չկա մեր մեջ։ Իսկ դու հանձամբ ինչ կասես քո մասին։ Ես, որ ոչ բոլորովին մահացած եմ աշխարհի եւ ոչ էլ իսկապես ողջ Աստծո համար։ Քո անկեղծությունն ինձ դուր է գալիս, սակայն ասա ինձ, վարդապետ, ինչու քո բոլոր հույսերը միայն Աստծո հետ ես կապում։ Ուրիշ էլ ում դիմեմ։ Ում է հույսս կապեմ, եթե ոչ Աստծո։ Երկրածին մեկի, որ աղաղակնի հնչին դունային։ Ում դիմեմ, ասեք։ Եղծված մի ադամորդու, որ ոչ միայն տկար է խոսքով, այլև զորությամբ։ Գահակալներին դիմեմ երկրավոր, որոնց հետ անցողիկ են եւ բարիքներն իրենց։ Արի բարձ խոսենք, դու ինչ է,
հարազատ մարդիկ չունես, ում դիմես քո կյանքում։ Հարազատ։ Եղբորս դիմեմ, որն ինքն է կարոտան դոր փնտրելու սեփական անձին։ Հորն իմ երկրավոր, որ հասած կյանքի արևամուտին ուժ չունի այլևս հոգատարության, թե ինձ ծնող մորս, որն արդեն զրկված կենդանությունից Էլան կարող է իր քնքուշ սիրով ինձ գորովանք տալու գտած սիրել։ Հապա եկեղեցին միթե այն մայր չէ մեզ բոլորիս համար։ Մայր է, երբ մենք որդիկն ենք իր սիրահոժար, երբ որ պատվեր է փոխադարձ սիրո, անբեկանելի մի համոզվանք է որդիների մեջ։ Ինչպես ընտանիք մի բազմանդամ, այն էլ իր ներքին կյանքն ու կարգն ունի, որն իր սիրահոտ միաբանությամբ հոգևոր օրինակն է մեր Տեր Քրիստոսի։ Չէի ուզում, բայց պիտի խոստովանեմ, վարդապետ։ Դու ճկուն միտք ունես եւ իմաստուն ես Աստծո գործի մեջ։ Հենց դրա համար էլ մենք եկել ենք, վարդապետ, քեզ ացյան տանելու, որպեսզի մենք էլ լսենք քո աստվածահաճ քաղցրալուր աղոթքը։ Այո, վարդապետ, մենք ամբողջ այս ժամանակ փորձում ենք քննել քեզ, իմանալ քո իմացությունը Աստծո գործերից, եւ պիտի ասեմ, որ իսկապես արժանի ես ատյանում կանգնելու։ Բայց արդյոք ես արժան եմ այդ պատվին։ Արդեն որոշված է, մենք հենց հիմա գնում ենք։ Պետք է միայն վանահորը զգուշացնել, որ դու մեզ հետ ես ճանապարհ ընկնելու։ Ինչպես։ Դուք հենց հիմա եք ուզում, որ մենք մեկնենք։ Այդքան հապ չէ։ Հա, հենց այս պահից։ Ուրեմն նստեք։ Ինչ ասել է նստեք, երբ մենք գնում ենք։ Ես հասկանում եմ, բայց խնդրում եմ, որ նստեք։ Խոսքով անկած նույնիսկ չենք էլ նկատել, որ օրը ճաշ դարավ։ Իսկ ինչ կա մտքիդ։ Ճաշել պետք չէ։ Ինչ մի քիչ էլ զրուցենք, ես սրան կտապակեմ։ Այս ինչ արեցիր։ Ճաշ չպատրաստեմ։ Օրը սուրբատ չէ, կարծեմ պահքի օր է, թե քեզ համար մեկ է։ Դե, թողություն արեք եղբայրներ։ Ես չգիտեի, թե պահոց օր է։ Առավել եւս որ չգիտեիր, քո քաղցր մեղցր քարոզների հետ։ Նաեւ անպատկառ այս վարքիդ համար պատասխան կտաս ատյանի առաջ։ Խեղճ աղավնիներ։ Դե լավ եղբայրներ, ոչինչ էլ չի եղել։ Աղավնուն ասեք թող թրջի։ Մեզ ծաղրում ես, հա։ Հանգիստ, հայր սուրբ։ Եթե իսկապես դատարկ բան է, ապա ինքդ ասա նրան, որ թրջի։ Դե, եթե ուզում եք, որ ես ասեմ,
չեն գնալու։ Ներիր վարդապետ, դու մնա, իսկ մեզ գնալ է պետք։ Հավատում եմ Տեր, եւ վկայում փորձով համոզված, մտատեսությամբ, որով բարերար դուժտել ես ինձ, որ շատ ավելի աղցալի են քեզ աղաչանքներ մեղավորների, քան արդարների ամեն մի խնդրանք։ Եվ երբ քեզանից բարիքներ խնդրեմ ինձ ատողներին, նրանց համար էլ, որ քոնն են նույնպես, ըստ մեծության, Տեր, անճարելի բարիքներ հրաշագործիր, մի մերթր ինձ խայթողներ, այլ ուղղիր նրանց, ի բարին հիշիր իմ թշնամիներին, և ողորմություն ու քավություն պարգևիր նրանց, և ներիր նրանց իրենց մեղքերը։ Դու աղոթում ես թշնամիներիդ համար։ Բարեգործների համար բարիք ցանկանալը բնության օրենք է։ Մինչդեռ թշնամուն բարին կամենալը և գործադրելը Աստվածը շնորհ։ Լավ է ոտքս այդտակի, քան մարդուս լեզու, և հիմա երբ լեզուս սրտիս հետ համընթաց զղջման ապաշխրանքի զարկերով խոսեց, այլևս Բաբելոնը, որ ինքս էի կառուցել հոգուս մեջ, քանդված է արդեն, և բարդ երկնավորին, որ ինձ զղջալու ժամանակ տվեց։ Եվ պիտի խնդրեն Գրիգորի Սուրբ Հոգուն, որ միջնորդ լինի մեր Տիրոջ առաջ իմ հոգու համար, ինչպես այն օրը, երբ մեր դավադիր սրտերն ու միտք աղոթքի դար արտասուքներով տված ու մաքրեց։ Ընդունիր հյուսվածքնես աղիլորն հետացանքներիս, և այս բանական նվերն հոտոտիր որպես անարյուն զոհաբերություն։ Օրհնությամբ սրբիր ու մաքրիր ամեն տառը մաքյանի ողբերգություն, մավերը գրիր, հաստատիր, կնքիր այն որպես արձան հավիտենական, ընտիր հաճո գործերի կարգում։ Թող այն պատմվի սերունդներին, ժողովուրդներին քարոզվի իլուր, տպվի դռներին բանականության և զգայության սեմերի վրա դրոշմվի ամուր։ Ու թեպետ, որպես մահկանացու պիտի վախճանվեմ, բայց այս մաքյանի հարակայնության